Կրուասանն ընդհանրապես ֆրանսիական չէ։ Այն ստեղծվել է Վիեննայում 1683 թվականին Վիեննայի պաշարման ժամանակ Օսմանյան կայսրության պարտությունը նշելու համար։ Ի նշան հաղթանակի տեղի հացթուղթները հայտնի կիսալուսնաձև պիպվերլը վերածեցին Օսմանյան կիսալուսնի խորհրդանիշի։ Կարծես ասելով, մենք պարզապես կերանք մեր թշնամուն։ Ասում են իբր խմորեղենը Ֆրանսիա է բերվել 18-րդ դարում Մարիա Անտուանետի կողմից, ով կարոտում էր ավստրիական հայրենի ուտեստները։ Իրականում կրուասանը Ֆրանսիայում տարածեց ավստրիացի հացթուղթ Ավգուստ Զանգը, ով 1839 թվականին Փարիզում բացեց իր լեգենդար Բուլանժերի Վիեննոս փուռը, որտեղ թխվում էին վիեննական կիպերլները։ Ֆրանսիացիները վերցրին դրա բաղադրատոմսը մեծ քանակությամբ կարակ ավելացրին, կատարելագործեցին շերտավոր խմորի պատրաստման տեխնոլոգիան եւ անունը դրեցին կրուասան։ Եվ արդեն 1920-ականներին փարիզյան բարձրակարգ սրճարանները կրուասանը վերածեցին նախաճաշի անբաժանելի խորհրդանիշի, իսկ 1970-ականներին Լա Կրուասանտերի ցանցը կրուասանը դարձրեց համաշխարհային բրենդ, տարածելով նոր թխված կրուասանի ֆրանսիական բույրը ողջ աշխարհում։